Գանձակ գյուղի ըմբիշները արժանապատվորեն ներկայացան Գորիում անցկացված մինչև 20 տարեկան երիտասարդների միջազգային մրցաշարում։ Մրցմանը մասնակցում էին շուրջ 200 մարզիկներ տարբեր երկրներից, ինչը մրցակցությունն առավել պատասխանատու եւ լարված էր դարձնում։ Ինչպես մեզ տեղեկացրեց Գանձայի գյուղի մարզիչ Ռուբեն Բողոսյանը հեռախոսազանգի ընթացքում։ Հիմնականում Գանձայի ըմբիշներն են մասնակցել։ Գորիում անցկացված այդ մինչև 20 տարեկանների երիտասարդների մրցում էր միջազգային Նուգզար Սխիրելի Վրաստանի վաստակավոր մարզիչ Նուգզար Սխիրելի հուշամրցաշարն էր, որի մասնակցում էին մոտ 200 մարզիկ։ Այդ մրցմանը մասնակցում էին նաև Գանձայի մոտ 10 ըմբիշ, այլ երկրներից սակայն արտասահմանից, Հայաստանից, Թուրքիայից լավ ելույթ ունեցավ Ռուբեն Թանկամյանը եւ Արշակ Լուլուպյանը, որոնք գրավեցին, Ռուբենը գրավեց, նվաճեց առաջի տեղը, իսկ Լուլուպյանը երրորդ տեղը գրավեց։ Ասեմ որ այդ արդյունքը շատ մեծ արդյունք էր մեր շրջանի համար, նաև մեր առասարակ սպորտի համար։ Ինչ ասեմ, փայլուն ելույթ ունեցան տղեկը, նույն դեպքում էլի ունեն երրորդ տեղի համար Կարան Գրիգորյան Մխիթարը երրորդ տեղ գրավել, բայց ցավոք 6-6-ի հաշվով զիջեց հազարագործը։ 5-րդ տեղը գրավեց։ Ընդհանուր առումով տեղական բռնեցի տեղաքը լավ ցուցանիշ էր։ Մենք այդ երկու ըմբիշը, որոնք նոր ասեցի, Ռուբենն ու Արշակը, նրանք երկար տարի փոքրուց Վրաստանի հավաքականի անդամ են, միշտ ուսումնամարզական հավաքներին կմասնակցեն, միջազգային մրցաշարներին կմասնակցեն, հույս ունենք մյուս տարի իրանց տարիներ 20 տարեկանների միջև։ Հույս ունենք, որ էլ ավելի լավ ցուցանիշ ունենան եւ մասնակցեն Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները։